Խոսեմ հանրային ծառայությունների մատուցման ոլորտից 2025 թվական ըստ էության շրջադարձային է եղել հատկապես միգրացիա եւ քաղաքացիության ծառայության համար, որովհետեւ մենք երկրում ունեցել ենք, տարին ամփոփել ենք միգրացիոն լիովին այլ պատկերով, սա չափազանց կարևոր արձանագրում է եւ համաձայն այս տեսանկյունից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն մուտք է գործել 5.201.747 անձ եւ դուրս է եկել 5.171.270 անձ։ Նշված ցուցանիշները վերջին տարիների համեմատությամբ թե քաղաքացիների մասով Հայաստանի Հանրապետության եւ թե նաեւ օտարերկրացիների մասով բացառիկ են դիտարկվում։ Ինչու ենք ասում բացառիկ են դիտարկվում, որովհետեւ 2010 թվականից ինչ սկսել ենք մենք հաշվարկել հատկապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կապված մուտքերի ելքերի հաշվեկշիռը միգրացիոն սալդոն եւ առաջին անգամ է, երբ որ մենք ունենք լիովին այլ պատկեր եւ պիտի փաստեմ, որ արդյունքում արձանագրել ենք սահմանահատման դրական հաշվեկշիռ սալդո, որը կազմել է 30.477։ Եվ այս տեսանկյունից առավել հատկանշական եմ համարում որպես ներքին գործերի նախարար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն սալդոն, որը կրկին դրական է 8660։ Նշեմ, որ վերջին 15 տարիների կտրվածքով, այսինքն 2010-ից երբ որ սկսել ենք հաշվարկել, սա առաջին տարին է, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է եւ այստեղ միակ բացառությունը ունեցել ենք 2020 թվականին, իսկ կոവിഡ്ով պայմանավորված սա պետք է դիտարկենք որպես ոչ օրինաչափ, այսպես ասեմ, իրավիճակ եւ համաշխարհային մակարդակում կոവിഡ്ով պայմանավորված հարկադիր եւ իրավիճակային վերադարձեր են ունեցել տարբեր քաղաքացիներ իրենց հիմնական քաղաքացիության երկիր եւ այս առումով 2025-ը եղել է իրապես բացառիկ տարի եւ մենք գրանցել ենք արտագաղթի, կարելի է ասել, պատուհանի փակում եւ ներգաղթի միտումներ են արդեն իսկ ձևավորվում մեր միգրացիոն իրավիճակում։ Սա ըստ էության վկայում է Հայաստանի Հանրապետության ներքին անվտանգային մակարդակի մասին, վկայում է Հայաստանի Հանրապետության խաղաղության ջանքերի մասին եւ մնացյալ այլ փոփոխությունների, որոնք որ ըստ էության տարվա կտրվածքով հասցրել ենք ունենալ։ Մարդկանց շարժումության համատեքստում բնականաբար անդրադարձած կլինի նաեւ ՀՀԵՄ վիզաների ազատականացմանը եւ ես պիտի նշեմ, որ մենք բավական կարճ ճանապարհով ենք անցել երկխոսության մեկնարկից մինչև գործողությունների ծրագրի հանձնում հայկական կողմին եւ ես որպես հայկական կողմի գլխավոր բանակցող պատիվ եմ ունեցել նոյեմբերի 5-ին ընդունելու ՀՀԵՄ գործողությունների ծրագիրը վիզաների ազատականացման եւ այս ուղղությամբ ակտիվ ջանքեր են գործադրում, որպեսզի յուրաքանչյուր հերթական զեկույց լինի դրական առաջընթացով Հայաստանի Հանրապետության տեսանկյունից։